Երբ Արաֆատի կորտեժը մոտեցավ Հրազդան հյուրանոցին, այնտեղ հանգստացողներին խնդրեցին ընդհատել իրենց հանգիստը եւ սպասել Արաֆատի ընդունելության ավարտին։ Հրազդան հյուրանոցում, երբ բոլորը եկան, ուրեմն հանդերձապահն այնտեղ էր, ինքը իր զինվորական համազգեստը ուրեմն հանելիս խնդրեցին, որ զգույշ լինել այս համազգեստի նկատմամբ, հանդերձապահն էր վախեցած, թե հանկարծ ուրեմն պայթուցիկ կլինի, փորձեց ուրեմն հեռանալ այնտեղից։ Կարևոր այս մարդու հյուրասիրությունը Հրազդան հյուրանոցում ճոխ էր, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանի ելույթն ուղղակի ապշեցրել էր ներկաներին։ Ես լավ հիշում եմ Ջոն Կիրակոսյանի ուրեմն բոցաշունչ ուրեմն կենաց ելույթը, երբ խորհրդային շրջանում ինքը շատ համարձակորեն, ես պետք է ասեմ, նրա համարձակության մասին շատերը գիտեն եւ երկրի ներսում եւ արտասահմանում, պիտի ասեմ, որ այդ ժամանակ էլ ինքը ուրեմն խոսեց ոչ միայն հայ եւ պաղեստինցի ժողովուրդների ճակատագրի նմանության մասին, այլև ուրեմն բարձրացրեց ուրեմն հայ դատի խնդիրը, ցեղասպանության խնդիրը, հայ ժողովրդի ուրեմն արդարացի պայքարի ուրեմն իրավունքը, ուրեմն բնականաբար չմոռանալով նաև նշելու, որ արաբ ժողովրդի նկատմամբ հայ ժողովուրդը մեծ երախտագիտությամբ ուրեմն երախտագիտություն է հայտնում, որ բազմահազար, 100,000-ավոր ուրեմն հայերի, ուրեմն արաբական երկրները, արաբ ժողովուրդը հյուրընկալ, ուրեմն բաց արեց իր երկիրը, իրենց երկրները ուրեմն հայերի արժև եւ միջև օրս էլ ուրեմն հայերը իրենց ուրեմն լավ են զգում այդ երկրներում շնորհիվ արաբ ժողովրդի։ Հրաժեշտի պահը մոտենում էր։ Օդանավակայանի դեպուտատական սենյակում հյուրերը սպասում էին թռիչքին։ Երբ մտանք մենք դեպուտատական սենյակ, այնտեղ նստած էր մի շատ պատկառելի մեծահասակ անձնավորություն, ուրեմն բոլորը այսպես եկան, հավաքվեցին, կողքը պարզվեց, որ դա Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանն էր, որը Մոսկվայում պաշտոնավարում էր, եւ այդ պահին ես լավ հիշում եմ, կանգնած կողքին ասաց. ժողովուրդ, այս պահին ամբողջ աշխարհի ուշադրությունը ձեր վրա է սևեռված, նկատի ունենալով ուրեմն Արաֆատի Հայաստան այցը։ Արաֆատը գովասանական խոսքեր է ասում հայերի մասին, նույնիսկ նշում է, որ պաղեստինցիներին ասում են արաբների հայեր։ Նկատի ունենալով, որ պաղեստինցիներն ամենաշատ բարձրագույն կրթություն ունեցող արաբներն են, տիրապետում են մի քանի լեզուների, մի քանի մասնագիտությունների ու ոսկի ձեռքեր ունեն։ Բայց Արաֆատը մի վերապահում է անում հայերի նկատմամբ, որն էլ շոկի մեջ է գցում հայկական պատվիրակության անդամներին։ Ինչ էր ասել Պաղեստինի առաջնորդը։ Այդպիսի գովասանական խոսքերից, որ միշտ չէ, որ լսում ես, որ մի ամբողջ ժողովրդի համարում են ինչպես հայերը։ Այնուհետև խոսքը գնաց այն մասին, որ իրենց համար հայերը մշտապես օրինակ են ծառայել, որ ասում են մենք տեսնում ենք, թե դուք ինչպես եք կարճած հողին, ինչպես եք սիրում ձեր հայրենիքը եւ մեր փակ գաղտնի քննարկումների ժամանակ կրկնում եմ նրա խոսքերը, մենք միշտ օրինակ ենք բերում ձեզ հայերից եւ ասում ենք, որ մենք պետք է հայերից հետ չմնանք, եթե պետք է անգամ գերազանցենք հայերին։ Միայն մի հարցում ասում եմ մենք ձեզ չենք ընդօրինակել ու չենք էլ ընդօրինակի։ Մենք մի փոքր լարվեցինք էլ այդտեղ նստած, ուրեմն Լևոն Մանասերյանն է, ես եմ եւ մի երկու հոգեկան, խոսքը ինչի մասին է։ Եվ արեց մին շատ նշպին դիտողություն, որը մինչև հիմա ես հիշում եմ եւ մտածում եմ, թե մենք ինչպես չենք կրա, թե մենք այդպես շատ է քիչ հասկանում ենք, բայց այդպեսի հստակ ձևակերպում, որ տվեց Յասիր Արաֆատը, մենք առաջին անգամ էինք լսում։ Խոսքը ինչի մասին էր։ Ասում եմ, մենք հաշվի առանք ձեր թույլ տված մեկ կարևոր սխալը, որ դուք հայերդ թույլ տվեցիք սխալ։ Ինչի մասին է խոսքը, Աբու Ամար հարցրեցինք, հետևյալի մասին է։ Ասում է, դուք հայերդ կորցրեցիք հայրենիք ցեղասպանությունից հետո եւ հայտնվեցիք տարբեր երկրներում։ Եվ ձեր հայերը իրենց գտնված երկրներում ընդունեցին քաղաքացիություն։ Մեկ եւ երկրորդը դուք սկսեցիք անշարժ գույք ձեռք բերել, հողատարածքներ եւ այնուհետև կառուցում եք զանազան շինություններ եւ հյուրանոցներ եւ մշակութային կենտրոններ, դպրոցներ եւ այլն եւ այլն։ Բայց ասենք միթե վատ է դա, ասեց այո վատ է, գիտեք ինչ արեց, ասում է, դա հանգեցրեց նրան, որ դուք հայերդ
մոռացաք, որ դուք երգիր եք կորցրել եւ պետք է պայքարեք ձեր հողերի ազատագրման համար։ Պատկերացնում եք, դա ինչ հարված էր մեզ բոլորիս։ Այսպիսի բան մենք ոչ մեկից չէինք սպասում, այսպիսի մեղադրանք մեզ, բայց մենք անմիջապես Մանասյանին հետ զգացինք նրա արած դիտողության ճշմարտությունը։ Ասում եմ, մենք ձեր այս սխալը հաշվի առնելով որոշում ենք ընդունել, որ պաղեստինցի արաբները արաբական որ երկրում էլ գտնվելիս լինեն, նրանք չպետք է այդ երկրի քաղաքացիություն ընդունեն եւ չպետք է անշարժ գույք ցերկ բերել, որովհետեւ երբ որ դուք անշարժ գույք եք ցերկ բերում, դուք դառնում եք ձեր հյուրընկալ երկրի establishment-ի քաղաքական, տնտեսական, առևտրական, ֆինանսական establishment-ի մասնիկն եք վանում եւ դուք տարվում եք ահա ձեր այդ գործով, ձեր բարեկեցության, այդ երկրի բարեկեցության, որն ասում է ինքնին վատ չի, բայց տվյալ պարագայում դա հանգեցրեց նրան, որ դուք մոռացաք Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը, իսկ մենք, ինչպես գիտեք, մինչև հիմա պայքարում ենք այն էլ կադաղի կերպով Պաղեստինի ազատագրության համար եւ ասես մենք մինչև վերջին պաղեստինցին պայքարելու ենք դրա դեմ։ Ինքնաթիռն արդեն սպասում էր Արաֆատին։ Այդ ինքնաթիռով Բեյրութ էին թռչում նաև սփյուռքահայ երեխաներ, ովքեր հանգստացել էին Հայաստանում։ Երբ արդեն ինքնաթիռը պիտի պատրաստվեր թռիչքի, ուրեմն անվտանգության ծառայող աշխատակիցը մոտեցավ մեր կողմին, ասաց, որ ինքնաթիռը արդեն պատրաստ է թռիչքի, ու այդ պահին ուրեմն չգիտեմ ինչի մեկի մտքով ասաց, հանկարծ մեր երեխաներին օդում մի բան տեղի չունենա, նկատի ունենալով ուրեմն եթե իրոք ամբողջ աշխարհի ուշադրությունը այդ մարդու վրա էր, հանկարծ նրանց ուշադրությունը նրա թռիչքի ժամանակ չլինի ինչ որ մի փորձանքի բերեն այդ ինքնաթիռը, անվտանգության ծառայողը ասաց, որ քանի օդանավը Խորհրդային Միության օդային տարածքում է, ոչինչ չի կարող պատահել, հանգիստ եղեք։ Այսպես մենք նրանից բաժանվեցին, սակայն մենք շարունակում էինք հանդիպումներ, ինչպես ասացի, Ֆարոկ Կադումի, Նաիվ Հավաթմայի, Յասեր Աբդ Ռաբոյի, Աբդալլահ Միսները կային եւ անընդհատ կամ նա մեզ ողջույններ էր հղում, մենք իրեն եւ պատահում էր, որ նաեւ ինչ որ հարցերի մասին խոստակցում էինք, որոնց մասին այստեղ ուրեմն մեզ ասելու ես անհրաժեշտություն չեմ գտնում։ Մենք ուրեմն հրաժեշտ տվեցինք այդ անձնավորությանը, որը իր մահկանացուն կնքեց 2004 թվականին։ Գիտեք ինչ կա, ամեն բան պետք է բախտ ունենա, այդ թվում ինքն էլ պետք է բախտ ուներ։ Մի պահ թվում էր, թե ինքը շատ բախտավոր մարդ էր։ Այդպես էր, օրինակ նրա հետ որ խոսում ենք, ինքը երկար ժամանակ ամուսնացած չէր։ Ասում ենք Աբու Ամար, ինչու չես ասեց, ով ասում որ ես ամուսնացած չեմ։ Ես ամուսնացած եմ։ Բա ում հետ ձեր կնոջ անունին չէ։ Նա ծիծաղեց եւ ասեց, ես ամուսնացած եմ Պաղեստինյան հեղափոխության հետ։